Խաղաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղաղություն ձեզ։ Այսօր պատասխանենք հարցերի, ունենք շատ հետաքրքիր հարց։ Բարի, Աստծո օրհնված օր։ Խնդրում եմ ինձ օգնեք հասկանամ, խոզի միս կարելի է ուտել, թե ոչ։ Շնորհակալություն։ Եվ շատ եմ ուզում ջրով մկրտվել։ Տերը օգնի ձեզ, ձեր ցանկությունը աստվածային է։ Բարի, Ալավանա։ Աստվածելա շատ ուզում, որ ջրով մենք մկրտվենք բոլորս։ Ուխտ կապենք Տիրոջ հետ։ Ամեն, որտեղ առաջ ջրով մկրտվելու մենք չենք ճանաչի Տիրոջը։ Լավ, հեսա խոսանք այդ մասին։ Սկզբից կարծես երկու մասի է բաժանված, սկզբից խոզուի միս ուտելու համար։ Ինձ թվում է ունենք, չէ՞։ Հա, մոռացա ասել։ Ունենք, կարելի է մանգալ, բայց տենց չեմ հիշելի որ համարին է։ Հա, YouTube-յան է էջում։ Հա, YouTube-յան Զապիս էջում։ կա խոզի միս ուտելու վրա, էլի։ Կա։ Հələ Խոսացել ենք, իսկ հիշում եմ խոսացել ենք, միս ուտելու։ Մանեկեք անպայման կգտնեք, օգուտ կլինի ձեզ։ Մի անգամ, երկու անգամ կրկնելը դժվար չի, երկու անգամ լսելը դժվար չի, բայց շինությունը օգուտ կլինի անպայման։ Մանեկեք գտեք։ Բայց ես մի քանի բառով հիմա կասեմ խոզ ուտելու, հա, խոզի միս ուտելու վրա։ Ինչի համար Աստված արգելում է խոզի միս ուտելը։ Թեև Ղևտացիների գրքի մեջ այս պատվերը տալի է, էլի շատ տեղեր կա պիղծ կենթանիների միսը։ Այսինքն այն կենթանիները, որ չեն որոջում, դրանց միսը չուտեք։ Սրա խորհուրդը սիրելի հարցնող, այն կենթանին, որ չի որոջում, չէ՞ որ Աստված խոսում է երկրային օրինակով, որ երկնային մասին մենք հասկանանք, պատկերացում ունենանք։ Այն, որ ասում է սև ցանողը եղավ սև ցանելու, հողագործություն չի բացատրում Հիսուս աշակերտներին։ Դրա մեջ հոգևոր խորհուրդ կա, հետո որ աշակերտները մոտենում ասում են բացատրի այդ առակը, սերմնացանի առակը, ինքը ասում է սերմը ասոխոսն է, ցանողը հրեշտակներն են, փշերը հոգսերն են աշխարհի ճանապարհը, անցողիկ դարձողիկ մտքերն են, գնացող մտքերն են, մի խոսքով ցորենի բերքը աստվածային է, որոմը սատանայի խոսքն է։ Պատկերացնում եք մարմնավոր սերմ ցանելու օրինակով հոգևոր հավիտենական իմաստություն բացատրեց Հիսուս Քրիստոսը։ Նույնպես էլ ստե խոզի միս ուտել չուտելը։ Խոզը չի որոջում։ Թեև կճղակ ես եկեք կարդամ այդ մասին, էլի Ղևտացիների 11-րդ գլուխն է գրված։ Ստե խոսում է խոզի, ճագարի, ուխտի մասին, որ դրանց միսը չի կարելի ուտել։ Բայց ես կոնկրետ կարդում եմ 7-րդ խոսքը, 11-րդ գլխի 7-րդ խոսքը, որը կոնկրետ խոզի մասին է։ Եվ խոզը թեև կճղակավոր է եւ կճղակը ճեղքված ունի, բայց չի որոջում։ Նա անմաքուր լինի ձեզ համար։ Նրանց մսիցը շուտեք եւ դիակներին չդպչեք, նրանք անմաքուր են ձեզ համար։ Թեև կճղակ ունի, բայց չի որոջում։ Հասկանում եք որոջալու խորհուրդը ինչքան կարևոր է։ Կճղակավորը, որ երկու ավետարաններն են, լավ է դա որ կճղակ ունի։ Կճղակաբախշա, կճղակը ճեղքված է, որովհետև մենք խոսում ենք եւ չենք անարգում հին ուխտի գրվածքը, որովհետև գիրը օրենքը սուրբ է։ Եվ չենք անարգում նորը, որովհետև այդ գրի տակի հոգով ենք մենք առաջնորդվում։ Գիրը պետք է մենք իմանանք, որ հոգին հասկանանք։ Հասկանում եք, դա շատ լավ է կճղակը, որ ճեղքված է, բայց որ չի որոջում, պիղծ լինի ձեր համար շուտեք։ Այսօր թեկուզ, թեև հավատացյալները չեմ ուզում որ նորից ասենք կապնողական բանով էլի կան մարդիկ, լավ, սենց ասեմ, կան մարդիկ, որ գնում են քարոզչության, դա ճեղքված կճղակն է, որը հաճելի է ասում։ Խորհրդապատկերով եմ ես բացատրում սիրելիներ, այս կճղակը ճեղքվածը, որ դու գնում ես քարոզելու, որ եղբորդ համար աղոթք ես անում, սա բոլորը խորհրդանշում է կճղակը ճեղքված հասկացողությունը, որ ասուն հաճելի է։ Բայց որ դու գնում ես քարոզելու ու առանց որոջալու ես քարոզում, առանց խոսքը հասկանալու ես խոսում իրանց։ Սա պղծություն է, պիղծ է։ Շատ հնարավոր է դու սխալ վարդապետություն ասես ու այդ մարդու կորստության պատճառը դառնաս։ Հիսուս Քրիստոսը դպիրներին ու փարիսեցիներին ասեց. ծով ու ցամաք ման եք գալի, կճղակը ճեղքված է ձեր, ման եք գալի, մի հատ հավատացյալ եք գտնը։ Ու այդ հավատացյալին, ով հավատում է ձեզ դրան, ձեր պես գեհենի որդիներ եք սարքում։ Ինչի համար, որովհետև չեք որոջում, ինչ եք տալի։ Աստծո խոսքը
Չեք տալի իրանց, ինչ գրված է այն եք տալի, ինչ մտածում հասկանում եք ձեր ավանդույթների պես եք տալի նրանց։ Հասկանում եք խորհուրդը որն է, խոզի խորհուրդը, խոզը կճղաճղաբաշխա, բաց չի որոջում։ Ուխտը ճագար է, նույնպես մի խոսքով, մի բանը թերի ու պակաս է։ Սրա խորհրդապատկերը սիրելի հարցվող, նայա, որ եթե դու քարոզում ես մի բան մեկին, ուզում ես սովորացնես, ինչ որ մի բարի խորհուրդ ասես, բայց եթե չես որոջում Աստվածաշնչի խոսքը, այսինքն չես մանրացնում Աստվածաշնչի խոսքը, այսինքն Աստվածաշնչյան խոսքի խորությունը չես հասկանում, չես մանրացնում, կուլ ես տալի մենակ, գրված է ու վերջ, գրված է պետք է սենց անես, դա չորոջալ է, չմանրացնել է այդ խոսքը։ Գրված է սպանի ամաղեկին, բայց ես էլ իմ թշնամուն դի սպանեմ։ Դա պղծություն է, եթե դու մարդ սպանես, վերցնելով Աստվածաշնչյան այս խոսքը։ Դա նշանակում է կուլ ես տալի այդ խոսքը, ոնց որ կա, չես մանրացնում։ Այն մնացները, որ մեկին մի մնաց տվես, մեկին 3, մեկին 5 մնաց, այն մի մնաց ունեցողը չորոջաց, գործի չդրեց, չշատացրեց, պահեց այդ մի մնացը, կուլ տվեց այդ մնաց, իր հողի մեջ պահեց այդ խոսքը։ Դրա համար Աստված ասեց, դրսի խավարը գցեք դրա։ Իսկ այն 2 կամ 5 մնաց ունեցողները, երբ որ մանրացրեցին, շատացրեցին, կրկնապատկեցին, հասկացան Աստծո խոսքը ամբողջապես, Աստված այսօր մի հատ մեզ ասում է սիրի եղբորը։ Սա նման է դրան, այս օրինակս, նայեք, ես սիրում եմ այս եղբորը, սիրում եմ քեզ, Տերն ասել է սիրի, այդ մի հատ խոսքը տվել է ինձ, ես սիրում եմ քեզ, եղբայր։ Դնում ես եղբայրը ցեխի մեջ է, խեղդվում է, ես սիրում եմ քեզի, Տիրոջ օրհնությունով դուրս արի տեղուց ու թողես այդած։ Դու չշատացրեցիր, այդ սերը գործի չդրեցիր։ Երբ որ դու տեսնես սոված կամ ծարավ Հակոբոսն է ասում եղբորը, ու ասես գնա տաքացի ու կերու կշտացի, ցանկանում ես սերը այդ կա, բայց չես շատացնում այդ սերը, այսինքն չես տալի նրան կերակուր կամ հագուստ որ տականա կամ կշտանա։ Սա այդ խորհրդապատկերն է, սիրելի հաշտվող, որ խոզի միսն ասում է չուտեք։ Իսկ այն ֆիզիկական խոզի միսը չուտելու համար, ով չի ուտում այդ միսը, որ կատարի Աստծո խոսքը, դրա համար չի ուտում խոզի միս, որը գրված է խոզի միս չուտես, շատ մուսուլմանական երկրներ կան, որ չեն ուտում խոզի միս, ինչի համար չեն ուտում, գրվածքից վերցնելով ես։ Նրանք կուլ են տալի էդի, նրանք չեն մանրացնում, խոզը, ֆիզիկական խոզը ինչ, համեղ միսա, համեղ կերակուրա, բոլորը խորոված են անում օրինակի համար։ Դա ինչ կապ ունի մեր փրկության, մեր մաքրության, մեր սրբության ասում կամ պաշտելու մեջ, ոչ մի։ Բայց դրա խորհուրդը մեծ կապ ունի, այսօր ես խոզի միս չեմ ուտում։ Այսօր եթե ես մի բան Աստվածաշնչից չհասկանամ, չեմ քարոզում իրանց։ Մինչև Աստվածաշնչի գրվածը չմանրացնեմ, վերից վար սենց ասած չքննեմ այդ խոսքը, ամբողջապես Սուրբ Հոգին չբացի իմ մեջ, ես չեմ փոխանցի մարդկանց։ Հասկանում եք, սա այս խորհրդապատկերն է, խոզի միս ուտել կամ չուտելը։ Այնտեղ ասում է ոչ մի չորոջացող կենդանու միսը չուտեք, ոչ մի։ Իմի հավը չի որոջում։ Կամ ասենք ինչ ասենք մի հատ ընտանի կենդանի, օրինակ կամ ընտանի չի։ Ինչի չուտես, բայց եթե այդ չուտելու մասին Աստված ասում, մի կերես կենդանուն են կենդանուն, արեք հիշեք ծննդոց գիրքը, որ Աստված ասեց, բոլոր կենդանիների ստեղծեցի քո համար, մարդու համար, բոլորը քեզ կերակուր են։ Այդ բոլորի մեջ մտնում է օծն էլ, սողունն էլ, թռչունն էլ, երկրի վրա որոջացող չորոջացողն էլ։ Սա ասում է հենց այդ մարմնավորի համար, որ ամեն կենդանի կարա կուտեք։ Կիտայցիները, չինացիները ամեն կենդանի ուտում են, որդել են ուտում իրանք։ Ու ապացուցում են ինչքան օգտակար է դա։ Իրաց մարմինը երիտասարդապահում տարիների երկարակացիան եմ ասել, նու օրինակի համար եմ ասում, էլի սա։ Դրա մասին չի խոսում Աստված։ Մարմնավոր խորհուրդը ճշտամություն է, հոգևոր խորհուրդ է։ Գրվածքի խորությունը մենք պետք է հասկանանք։ Ինչ հասկացանք, որոջալով մենք Աստծո խոսքի մասին է խոսում, որ որոջացեք։ Երբ որ մանրացնում ես Աստծո խոսքը, մտածում ես դրա վրա, դա կեր։ Իսկ որ չես մանրացնում, կուլ ես տալի, մի կեր, վիղծ այդի համար։ Որտեվ գիրը մարմնավոր է, ոնց կարդում ես տենց է, իսկ մարմնավորը հոգևորին հակառակ է։ Գիրը հոգուն հակառակ է, մինչև անգամ մեկտեղ գրված է, որ ճշտամի է ասում։ Մարմնավոր, եթե մարդիկ կարդում են ու մտածում են առանց որոշալու, ճշտամությունը ասում դեմն է։
Մարմնավոր կարդում եմ սպանի, ամաղեկին, ամորացիներին, գերգեսացիներին սպանեց Աստված, եգիպտացիներին կործանեց ջրի մեջ, ուխ, հալելույա, դա թշնամություն է ասում։ Դա եթե որոճում եմ ես, մանրացնում եմ, տեսնում եմ, որ Եգիպտոսը մարմնի հարստարումն է, Աստված խեղդեց ջրով իմ միջի մարմնավոր հասկացողությանը։ Իմ միջի մեղքերն են ազգերը, եբրայերեն բնագրերով երբ որ թարգմանվում է այդ ազգերի թարգմանությունը, մեր միջի մեղքերն են, դրանց Աստված սպանեց։ Այսի արդեն որոճացի, այսի արդեն բարի է։ Ես չեմ աշխատի, որ սպանեմ Հադրսևան։ Լավ, մի քիչ այդտեղ թողենք այն հաջորդին, ուզում եք ջրով մկրտվեք։ Ես շատ եմ ուզում ջրով մկրտվել։ Ջրով մկրտվելը ձեր ցանկությունը շատ լավ է, բայց ես կուզեմ տեսեք կակրած հենց հաջորդում այս որոճալու պահը, որոճակ ջրով մկրտվելն ինչ է։ Հիսուսն ասեց, ով ջրից ու հոգուց չծնվի, ով մկրտվի ջրով եւ հոգով, Տիրոջ անունով նա կփրկվի։ Քարոզեք, ով կլսի ու կմկրտվի։ Հիմա ինչ է նշանակում մկրտվելը։ Միթե այն ջուրը մտնել լնելու մասին է։ Արեք գլը որոճանք էս պահը։ Մի քիչ առաջ խոզի վրայով էին խոսում, չէ՞, ուտելու, որոճալու, չորոճալու։ Միթե ջուրը մտնելով է մարդը փրկվելու։ Ոչ, ջուրը Աստվածաշունչն է, եթե որոճում ենք Աստծո խոսքն է, որը կյանք է տալի մեզի, որը փրկում է մեր հոգիներին։ Հիսուսն ասեց, ես եմ հացը երկնքից իջած։ Միթե հաց էր Հիսուսը։ Բայց որ որոճում ենք, տեսնում ենք, որ հաց է։ Խոսքը, Աստծո խոսքը հաց է, որը մեր հոգիներին կյանք է տալի։ Տեսեք, որոճացինք արդեն հոգևոր բացվեց մեր առաջ։ Դրա համար սիրելի հարստվող, սիրելի քույրիկ կամ եղբայր, չգիտեմ, դուք ջրով մկրտվեք, ջուրը Աստծո խոսքն է, Աստծո խոսքի մեջ մտեք, մանրացրեք Աստծո խոսքը, որոճացեք Աստծո խոսքը։ Դա է ջրի մկրտությունը։ Իսկ այն եկեղեցիները, որ ջրով մկրտում են, ես չեմ անարգում նրանց, ես ինքս մկրտվել եմ ջրով։ Ես ինքս մտե ջրով մկրտվել եմ, դա շատ լավ է, ուխտ ես կապում Աստծո հետ։ Բայց այդ ջրի մկրտությունը ինձի կյանք չի տա, ինձի օգուտ չի տա։ Իսկ եթե ես հոգևոր իմաստով մկրտվեմ Աստվածաշնչի խոսքի մեջ, մանրացնեմ Աստծո խոսքը ու ապրեմ այդ խոսքի մեջ, այդ ինձի կյանք կտա։ Հոգևոր մկրտությունը դա է իսկական կյանքը։ Մի հատ փոքր օրինակ ասեմ, Խաչի վրայի ավազակը աջ կողմի մկրտվեց ջրով, բայց ինքը խաչի վրա կախված էր, բայց հոգևոր մկրտվեց, մանրացավ, ասեց այս մարդը մեղք չի գործել։ Հիսուսի մասին էր խոսում։ Ինքը մեղք չի գործել, բայց դատապարտվում է, մենք ավազակներ ենք, մեր արժանի պատիժն ենք կրում։ Մանրացրեց ինքը խոսքը, ու Հիսուսն էլ նայելով իրան ասեց, այսօր իմ հետ տրախտու կլես։ Մկրտվեց ինքը, հասկացավ, իսկ այդ մեկը չմկրտվեց, եթե Աստծո որդի ես փրկի մեզի։ Զուլվեց սրբության հետ։ Ահա, ամեն։ Իջի խաչից մեզ էլ իջացնա։ Նա չորոճած Աստծո խոսքը։ Դրա համար սիրելի հարստվող, որոճացեք Աստծո խոսքը։ Կապնվեք, գրեք, զանգեք, ես մեծ սիրով կպատասխանեմ բոլոր ձեր հարցերին, որտեղ ամեն մի փոքր հարցը մեծ նշանակություն ունի հավիտենական կյանքի համար, եթե իհարկե որոճանք այդ հարցը, այդ խոսքը։ Շատ հարցեր կա, որ չենք հասկանում։ Հավատացյալները, անհավատները չեն հասկանում, շատերը, անհավատները չեն հասկանում գրվածքը, որ չի համապատասխանում մեկի մյուսին, հասկացանք անհավատ են։ Բա հոգևորները ինչի չեն հոգևոր ձևով հասկանում, մտածը, ինչի չեն որոճում Աստծո խոսքը։ Ու սենց իրաց սովորություններով, ծիսակատարություններով, տարիներով շարունակվում է։ Դա ճիշտ չի, սիրելի քույրեր ու եղբայրներ։ Երևի այսքանը մեր ժամանակը շատ բան չանելու համար։ Կարելի է մի հոգի հարց տվել, ոնց ձեր հետ կապնվել, կարող եք զանգել Viber, WhatsApp, YouTube-ում հարց գրեք, երևի չի կարող գտնի համարը։ Կարամ ասեմ համարը։ Ասեք իհարկե։ Հա, ասեմ երևի ինքը կլսի իր հարցի պատասխանը։ 8 926 171 9209 Այս համարով համ WhatsApp-ն է, համ Viber-ը։ Ասեմ, որ Մոսկվայում ենք, Պատմասկվա, որ իմանան կոդերով ոնց հավաքեն, եթե ուրիշ տեղից են։ Աստված ձեր հետ, Աստված շատ օգնի ձեզ։ Ես այս երկրի վրա մելան կներես ամենաթանկ, ամենակարևոր բանը համարում եմ Աստծո խոսքը խոսալ տարածելը։ Ես կզրգեմ ինձ իմ ժամանակից, իմ ամեն մի, ասենք, կարևոր բաներից,
որովհետև ամենակարևորը համարում եմ Աստծո խոսքը։ Կես գիշերերին զանգեք, ես իրոք կպատասխանեմ։ Իմ ամենա կարևոր, sense ասած, ֆիզիկական գործի վրա էլ որ լինեմ, կթողեմ այդ ամեն ինչը ձեր հարցին կպատասխանեմ, որովհետև ձեր հարցին պատասխանելը հավիտենական կյանք է տանում։ Իսկ այս ֆիզիկականը ժամանակավոր է, ես կարամ հաղթահարեմ ֆիզիկականին։ Ես կարամ ժամանակը ծախու առնեմ հավիտենականի համար։ Դրա համար մի քաշվեք սիրելիներ, ես լսել եմ մեկից մի հոգի ասեց, ձեր թանկ ժամանակը որ խլում եմ կներեք, սենց էր խոսում իմ հետ։ Իմ թանկ ժամանակը հենց թանկ բանի համար եմ օգտագործում։ Ես ուրախ եմ դրա համար։ Ամեն։ Այսքան է։ Աստված օրհնի բոլորիդ։ Ունենք խաղության մեջ։ Աստված օրհնի ձեզ։